Լոռու մարզի Ալավերդ քաղաքի սանահին Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին է գտնվում Մենձեր քարայրը, որն արդեն հասցրել է դառնալ Լոռու զբոսաշրջային ամենաայցելվող կենտրոններից մեկը։ Մենձեր քարայր սրճարանի հեղինակը, կառուցողն ու տնօրենը Լևոն Պարանյանն է, սանահին Սարահարթ թաղամասի բնակիչ։ Նախկինում բնակեցված քարանձավը, որը հետագայում ծառայել է որպես թաքստոց, այժմ ներկայացված է որպես թանգարան։ Ներկայացված է տեղացիների շրջանում հայտնի Մենձեր անվամբ կացարանը, իրական չափերի մանեկեններով, դարբնոցով, քարանձավի ներսի փոքրիկ լճակով։ Ասում են քարանձավը շատ երկար է, աջակողմյան անցում ունի, որը ըստ պատմագրության ժամանակին միացել է Սանահին վանական համալիրին։ Քարանձավի ներսում դրված են 9-ից 10-րդ դարերի նմուշներ։ Գործիքներ, ափսեներ, մանեկենների ու տիկնիկների միջոցով պատկերված է թել մանելու, ալյուր աղալու գործընթացը, հին լոռեցու կյանքն ու կենցաղը։ Թանգարան դարձած բնական քարանձավի ամեն անկյունում մանեկենների միջոցով պատկերված են կյանքի որոշակի շրջան ու մի քանի մասնագիտություններ։ Մեկ այլ անկյունում ստեղծված ու պատկերված է 200-ամյա մետալուրգիական Ալավերդու դարբնոցը, Ալավերդու կամրջի մոդելը, մետաղի մշակումը։ Զառնի Պառնի քարայր ամրոց Զառնի Պառնի միջնադարյան համալիրը կառուցվել է 10-ից 12-րդ դարերում, գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ 2016-ից 2019 թվականներին Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոպյանի անձնական ջանքերի շնորհիվ այս միջնադարյան համալիրը վերականգնվել է և նոր շունչ ստացել։ 11-ից 12-րդ դարերում այստեղ ճգնել է հայ մատենագիր Հովհաննես Իմաստասերը։ Այս ամրոցը ապահով վայր է եղել հաղպատավանքի գրքերի համար, որոնք այստեղ թաքցնելով հնարավոր է եղել փրկել ոչնչացումից։ Զառնի Պառնի հուշարձանը բաղկացած է զառնիեր, պառնիեր և ծակեր քարանձավներից։ Զառնի Պառնի քարանձավային համալիրում կարելի է գտնել խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր, գործում է նաև թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ։ Բերդի ներսում հնձանի առկայությունը վկայում է, որ այստեղ մարդիկ ապրել ու գինեգործությամբ են զբաղվել։ Հնագույն այս զբաղմունքը վերաիմաստավորելու նպատակով Ռուբեն Մեսրոպյանը տարածքում խաղողի այգիներ է հիմնել, իսկ լանջերից գտնված քարերով, որոնք ենթադրաբար մատուռի մնացորդներ են եղել, փոքրիկ աղոթատեղի են կառուցել։ Այստեղ կարելի է նստել, հանգստանալ, լսել բնության ձայները։ Քարանձավի ներսում ջրավազանների մեջ հավաքվում են կաթացող ջրերը, որոնք փորձաքննության արդյունքում ճանաչվել են պիտանի խմելու համար։ Հաղպատի բնակիչները պատմում են, որ այն որպես բուժիչ ջուր է հայտնի։ Այցելուների համար դրված են հատուկ բաժակներ, որպեսզի ցանկացողները կարողանան խմել։ Քարանձավի ներսում Լոռվա կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ իրերն են՝ արոր, զնդան կամ երկանք, կժեր, տաշտեր ու տնտեսության մեջ օգտագործված զանազան առարկաներ, թրեր։ Ռուբեն Մեսրոպյանը այստեղ է տեղափոխել հին իրերի իր անձնական հավաքածուն, որը տարիների ընթացքում համալրել է բացառապես տեղի կենցաղավարության նմուշներով։ Հավաքածուին ծանոթ հնագետներն ու փորձագետները փաստել են, որ այստեղ գտնվող իրերից շատերը հազվագյուտ են իրենց հնությամբ, բացօթյա պատշգամբ, դիտակետում նույնպես կրակարան ու նստատեղեր կան, որտեղ կարելի է նստել, վայելել բնությունն ու գիշերել կրակի շուրջ։ Զանան մշակույթի կենտրոն Ներկայումս Զանան մշակույթի տունը գտնվում է Գյումրու կենտրոնական Կումայրի Արգելոց թանգարանի տարածքում, Վարպետաց փողոցի վրա, գրող Հովհաննես Շիրազիի հուշատուն թանգարանի նկուղային հարկում։ Շենքը կառուցվել է 1868 թվականին Ալեքսանդրապոլցի Քեշիշյան ազգանունով մեծահարուստ առևտրականի կողմից։ Զանանը տեղակայված է այս շինության նկուղային 3 սրահից կազմված տարածքում, որը թանգարանից առանձին մուտք ունի։ Զանանի ներկայիս հավաքածուում կան ավելի քան 15 տարբեր շրջանի տարազներ և տարազային դեկորացիաներով կարված գեստներ, ինչպես նաև զարդեր։ Դրանք կարելի սրահի դերձակները օգտվում են ազգագրական տարբեր գրքերից ու պատկերներից։ Հավաքածուն ներառում է Հայաստանի պատմության թանգարանի կողմից հրատարակված «Հայկական տարազ» ալբոմ կատալոգի Հայաստանի պատմաազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից ներկայացված տարազների օրինակներ։ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում իրենց տեղն են գտել 40 տարվա որոնողական ու հավաքչական աշխատանքի պտուղները։ Տուն-թանգարանում ներկայացված են հին իրեր, խեցեղեն, դրամների հավաքածու, միջնադարյան արժեքներ, հնատիպ գրքեր ու սրբապատկերներ, գորգեր, տարազ, աշխատանքային գործիքներ, զենք, պերճանքի առարկաներ, ծիսական տիկնիկներ և այլն։ Հիմնադրվելով 2019 թվականին թանգարանը զարգացել է և այսօր թանգարան լինելուց բացի մշակութային հարթակ
է, որտեղ տեղի են ունենում բազմապիսի համերգներ, միջոցառումներ։ Թանգարանին կից կա սրճարան, որտեղ կարելի է համտեսել հայկական ազգային խոհանոցի ուտեստներ ժամանակակից ընթերցմամբ։ Հայաստանի ազգային պատկերասրահը Հայաստանի գլխավոր պատկերասրահն է, գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում, հիմնադրվել է 1921 թվականին։ Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն, իսկ հայկական կերպարվեստի հավաքածուով աշխարհի ամենամեծ թանգարանն է։ Պատկերասրահի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարհահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Այվազովսկին, Մարկ Շագալը, Դոնատելլոն։ Թանգարանը բաղկացած է մի քանի բաժիններից, որոնցից մեկը հայկական գեղանկարչության բաժինն է, ավելի քան 7000 ցուցանմուշով։